Հայաստանի նոր քաղաքական մշակույթ կուսակցությունը բավականին լուրջ է տրամադրված այսօր մեր խնդիրներով, 207 անդամ ունի փաստացի գրանցված։ Այն, որ այսօր հայ աղջկա ճակատագիր ինձ իսկապես մտահոգում է, եւ երբ որ բացում եմ Facebook-ը, երբ որ ես ընդհանուր առմամբ շփվում եմ մեր հասարակության հետ, թե ինչպես են վարկաբեկում հայ աղջկան։ Հայ աղջկան, այո, հայ տղաների կողմից ինչպիսի խոսքեր են, նույն այդ ակտիվիստների կողմից ենթադրենք, այն հյուսային պողոտայով այն աղջիկը ապրել էր։ Խենթ դրսևորում անցել է հյուսային պողոտայով, որոշել է, որ պիտի 10 սարքել, չգիտեմ ինչ բան, ու վարկաբեկել հայ աղջկան։ Վերջապես փոխանակ հայ տղամարդը արժևորի հայ աղջկան։ Եթե հայ աղջիկը ինչ-որ մի պահի էլ շեղվել է ճիշտ ճանապարհից, որպես հայ հասարակության ուժի զորության ներկայացուցիչ գիտակից մարդիկ բերեն հայ աղջկան այդ գեղեցիկ դաշտ վարկաբեկեն անընդհատ։ Շատ ընտանիքներ կան, դուք հələ տեսեք ընտանիքներում ինչ է կատարվում։ Մի հատ թափանցեք ընտանիքներ ու տեսեք, թե հայ կինը, հայ տղամարդը տարբեր, այսպես ասած, տգիտության պատճառով ինչ խնդիրների առաջ են կանգնում, այդ ինչ առողջապահական խնդիրներ են ծագում, հələ այդ բոլոր խնդիրները ձեր առջև դրեք ու հասկացեք, թե որքան անհրաժեշտություն կա իսկապես այդ ոլորտի։ Հանրապետական կուսակցության որ անդամ եք, առաջարկություններ արել եք հանրապետական։ Հա, այդ իմիջիալս նոր է, թե դա առաջնային խնդիր։ Կարգավորող օրենքի նախագիծ։ Ես հիմա ասեմ, ես կոնկրետ ազգային ժողով եմ ներկայացնելու օրինագիծ, որտեղ պիտի հստակ ամրագրված լինի։ Այն հայ տղամարդը կամ հայ տղան կամ ով ուզում է լինի, ով սեռական կամ այլ դրսևորումների անձնական արժանապատվությանը հայ աղջկան վիրավորող որևէ տող անգամ որևէ բառ բաց կթողնի, ապա պիտի առհասարակ մարդու։ Առհասարակ մարդու կարելի է հայոյել։ Չէ, իհարկե չէ, բայց հայ աղջիկների խնդիրը այսօր իսկապես արդիական է արժելա եւ հայ կանանց։ Որևէ մեկը ով որ որևէ արտահայտություն կանի, ապա պիտի այսպես պատասխանատվության ենթարկվի եւ գումարային չափով 300-ից 500 հազար դրամի չափով։ Խոսքի ազատությունն էլ պիտի իր սահմանները ունենա։